Մոնիկա Արամյան, դուք իմացեք, որ դա նկարողից է գալիս։ Ես ինտամենես լավ նկարողն է։ Ու նա մեկ չի հաջող այդ բանալի։ Չէ, ստե մի դերեք ես կա, ստե դերեք, ացավ տանի դերեք դեպեք։ Որտեղ կարող եմ մեկտի ուզում եմ բինի խոնի, մեկտի Կարող է Ռոլանդին բան։ Կտոր իրան կդեպեներ չպաների, ոչ խարատի, դրակ լողի Սպաներները ինչ մնացած Սևը կարմիր է չդնեն, իկրա Ես սրա գողքին հատը փոքր դիր Ես քաղցրեղին աջիշտ Երեխեք Սալատի համար է Սալատի համար Նա դու է սեղանի Այս դեպան չի պայի Այդ ես բաները Ոչնա Այ բան, դու հովիկի մնի բել էիք Հետո, հովիկի տիկ Ինչով գնացել այն մի քանի դեպքի Որ կարամնա, երավի դերից մեկ է կհնած արայիկը Երևի դեր կասիլ ասել Արայիկը ոնց Վարցեք ոնց ես? Շատ լավ է, մասի ջան Մալադես
Սիրելի ժողովուրդ, սիրելի գործընկերներ, նախ շնորհավորում եմ ձեր բոլորի նոր տարին։ Ցանկանում եմ երջանկություն եւ այս դժվար ժամանակներում ոգու կորով, որ կարողանանք միասին մեր նորաստեղծ պետությունը կերտել, միասին։ Ես այստեղ աշխատել եմ, շատերին ճանաչում եմ, գիտեմ մեր ստեղծագործական մեծ պոտենցիալը։ Ես գիտեմ, որ մենք դուք առաջին հերթին, նրանք ովքեր սկսած ուրեմն լաբորատորիայից, մոնտաժման արտադրամասերից եւ վերջացրած ստեղծագործական անձնակազմով, հեղինակային անձնակազմով ստեղծում ենք մեր ժողովրդի մշակույթի մի մասը եւ նաեւ արձանագրում ենք այդ մշակույթի պատմությունը, արձանագրում ենք թողնելու մեր սերունդներին։ Ես ուրախ եմ, որ նորից վերադարձել եմ եւ վստահ եմ, որ մենք միասին հաղթահարելով շատ դժվարություններ, ծանր այս պայմանները կարողանանք իսկապես արժանի լինել մեր ժողովրդի համընդհանուր մշակույթին, նրա մի մասը լինել եւ մեր սերունդներին թողնել իսկապես արժեքներ։ Ես խմում եմ ձեր բոլորի կենացը, ես շնորհավորում եմ այս հրաշալի Հոբելյանի առիթով եւ ցանկանում եմ ստեղծագործական մեծ հաջողություններ, բոլորիդ երջանկություն եւ աշխատանքային հաջողություններ։ Վարդան, ուրա։
Dargini kollektiv. Miro belak jamelak mi çıkamazsa. Սյոբաջան գրոմ չէ։ 20 տարի գոյություն ունի մեր ստուդիան։ Բայց առաջի անգամ մենք ուրախանում ենք անկախ Ազատ Հայաստանի։ Այդ մի բանը ինձ ուրախացնում է անչափ։ Որովհետև ես գիտեմ, դժվար օրեր եք ապրում։ Ուրախանում եք, ես ձեր դեմքերին նայում եմ, ձեր ուրախությունը տեսնում եմ, ինքս եք ոգևորում։ Գիտեք, գնալու եք տուն, սար տները, մի քիչ դժվար կլինի, մնաց 46 օր, 46 օր մնաց գալու նկար։ Ես ձմեր անցկացնենք ամեն ինչ նորմալ։ Եվ ես երջանիկ եմ, որովհետև երևի առաջի անգամ մեր ստուդիայի ստեղծագործական կյանքից վերացար ստեղծագործության մեջ չի կարելի մի արել, ես մի նկարել, ազատ ստեղծագործել։ Դա շատ կարևոր բան է, մենք շուտով դա կզգանք մեր ֆիլմերով։ Ողջ ելնեք, առողջ ելնեք, ձեր նորտարին շնորհավոր, դիմացեք, շատ քիչ է։ Լավ ֆիլմ, ամեն ինչ շատ լավ։ Ողջ ելնեք։ Անուշ։ Ուսելյան խոսեմ, որ հայրին ինձ պիրտ չեմ կարող խոսել, իսկ անհարմար եմ զգում, որ դեսնի հասկացի և մարդիկ կան, որում կարող է կարծել։ Уважаемый самый важный, уважаемые наши коллеги, наши руководства, дорогие наши, ձեր ոտը բարով ելնի, մեր տանը, լավ ունեք եկել։ Ուզում ասեմ, որ շատ լավ կոլեկտիվ է։ Իսկապես ամեն մեկը հարազատ է, ջիգարով է, և համոզված եմ, բոլորս, եթե իրանք սենց սուպրասեղան, իրանք պատրաստել են, իրանք բերել են, ինչ է կանել, միջև գալ ինչ կարամատեք 40 մենք ուրախ ենք, որ եկել է մեր կոլեգան, մեր կոլեգաներն են եկել մեզ ղեկավարելու, մենք ուրախ ենք, որ հանդիպել ենք ստեղ նոր ընկերներ ենք ունեցել, ձեր բոլորի կենացը, իսկապես եմ ասում, երբ գաք ստեղ, գուցե սենց լավ սեղան չի, բայց հաստատ շատ լավ սիրտ կլի, շատ լավ շփիտ կլի, տռիվ կլի ձեր հետ չէ իրանց հետ, բայց դե ինձ թվում է, որ այս կոլեկտիվի յուրաքանչյուր մարդը, որ եկել է ստեղ, իսկապես էլի ջիգարով սրտը ուզում է քեֆ անել։ Դրա համար Վահան ջան, դες գալիս հիմա միկրոֆոնի վրա Վահանը, ու մի հատ լավ կծաղկացնես ես կենացա։ Thank you.
Երեխեք, տերմոմետր ակվարիումի համար, շնորհակալություն դուք անչափ բարի եք և համակների։ Տերմոմետր ակվարիումի համար, նախնական գինը 5 ռուբլի, 5 ռուբլի, 25 մեկ, 25 երկուս, 26 մեկ, 30 մեկ, Ռապո մեկ, բայ։ 34 մեկ, 35 մեկ, 40 մեկ, 63, ծավ, նախական, մեր նախական։ Գնահատվում է 10 ռուբլի, նախնական գինը, ավտոյի բազարը 15 15 մեկ, 15 երկուս, 15 երեք, Լենա ջան, 15 Նախնական գինը մի ռուբլի, մի ռուբլի, ազատ գների բարեր ենք անցել, մի ռուբլի մեկ, 10 մեկ, 10 երեք, ծավ, Նախնական գինը Նախնական գինը 11 ռուբլի նախնական գինը Բանը օճարի համար, զուգանի համար, ռոբ ճան, ռեմոնտ ես համար 11 ռուբլի 11 մեկ 20 ռուբլի 20 մեկ
Օճառ հնդկական 5 ռուբլի։ Սերանների վրա 15-ը ցավերը տանել, 15 մեկ, 31, 32, 41, 51, 61, Ռապը բացուրը 70 71, Սիրելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես շատ ուրախ եմ, որ դուք սրտանց անկեղծորեն եք ուրախանում եւ սա գալիս է ասելու, որ մենք մեր ժողովուրդը ունի իր հոգևոր շերտը, ունի իր մտավորականությունը, որը ապրում է իսկապես ոչ միայն հացի։ Սա շատ կարևոր բան է, սա հենց ապրելու համար է շատ կարևոր, նշանակում է մենք կարող ենք իսկապես ոչ միայն 46 օր դիմանալ, այլ եւ ոչ միայն դիմանալ, այլ ապրել իսկապես հոգևոր կյանքով եւ ապրեցնել մեր սերունդներին, մեր երեխաներին։ Ես խմում եմ ձեր բոլորի կենացը, խմում եմ նրանց կենացը, ովքեր այսօր ձեր ուրախությամբ կապրեին, բայց ամենատարբեր պատճառներով ձեզ հետ չեն, սկսած Մարատ Վարժապետյանից մինչև ամենաերիտասարդ այստեղ կլինի, չգիտեմ, լաբորանտ, տեխնիկ, օպերատոր, ամենաերիտասարդ աշխատողը։ Ես ձեզ երջանկություն եմ ցանկանում եմ աշխատանքային մեծ հաջողություններ։ Ես գիտեմ մի բան, որ համենայն դեպս մնում է միշտ այն, ինչ ստեղծվում է
հոգևոր ոլորտում, այնինչ ստեղծվում է արվեստի, մշակույթի մեջ, և դա բոլորդ ինձանից լավ գիտեք, և ես վստահ եմ մեր ֆիլմերը, ձեր արտադրած ֆիլմերը աշխարհում անուն հանած ֆիլմեր են եղել, և ես վստահ եմ, որ այսուհետև արդեն մեր Հայաստանի համար, մեր անկախ Հայաստանի համար, մեր պետականության համար և մեր ազատ ժողովրդի համար դուք ավելի շատ և ավելի մարդկային ֆիլմեր կստեղծեք։ Ես դա եմ ցանկանում ձեզ և ցանկանում եմ անձնական կյանքում երջանկություն։ Ինձ էլ կներեք, ուղղակի ես լքեմ, սիրով չեմ լքում, որտեղ ինձ համար շատ հաճելի է կտրվել առօրյայից, բայց ձեզ հաջողություն եմ ցանկանում։
ja, David. Ist die Fidschi, Lass mal wieder!
Can Michali, can! Yalla, Լսում ենք։ Միշ։
Սիրելի մարդիկ, այսօր մենք ստեղ հավաքվել ենք հեռուստաֆիլմերի Երևան ստուդիայի 20-ամյակի կապակցությամբ։ Դրանից թերևս 1 տարի առաջ կամ մի փոքր ավելի կար մի խոսակցություն, որին երևի թե շատ-շատերը այստեղ տեղյակ չեն, բայց ես ի պաշտոնը ներկա եմ եղել, որտեղ խոսվում էր այն մասին, որ Երևան ստուդիան դա մի անլուծելի հանգույց է, դա մի անհասկանալի հիմնարկություն է, և ուրեմն պետք է փակել Երևան ստուդիան։ Ես այդ ժամանակ նոր էի այս կոմիտեում, ես բնավ, իսեր Աստծո խնդրում եմ այլ կերպ չհասկանալ, բնավ այն պատճառով չեմ ասում, որ շշտեմ իմ առաքինությունները կամ չգիտեմ ինչ, պարզապես իմ սկզբունքների մասին եմ, մի փոքր մասին։ Ես ասեցի, որ այն ինչ ստեղծված է, չի կարելի փակել։ Այն ինչ ստեղծված է, չի կարելի վերացնել։ Եվ դա Աստված, որ չի կարելին, մենակ այդ բանին վերաբերել։ Բայց հիմա ես այս հարթությունից ուզում եմ տեղափոխվել մի ուրիշ տեղ։ Մենք շատ հաճախ փորձում ենք ասել կամ շատ հաճախ ասում ենք մի բան։ Մենք որոշած սիմվոլիկ նշանակություն ունի։ Մենք շատ հաճախ ասում ենք անցած 70 տարին։ Անցած 70 տարին այնպես էր, անցած 70 տարին այնպես էր, մենք հաղթահարեցինք կամ չհաղթահարեցինք անցած 70 տարին, բայց այդ շատ սիմվոլիկ թվերի հետևում և տարրերի հետևում 70 տարի։ Մենք չենք պատկերացնում շատ հաճախ, որոնք կան բազմաթիվ կենսագրություններ, բազմաթիվ մարդիկ, որոնք ծնվեցին այդ 70 տարվա առաջին տարում և մեռան վերջին տարում։ Ես ուզում եմ ասել, որ այս ստուդիայում 70 տարի չի, 20 տարի գոյություն ունի այս ստուդիայում։ Այդ 20 տարվա երևի թե մի գոնե մի 16-17 տարին ծանր ժամանակներում ապրել։ Եվ շատ մարդիկ, որոնք կարող էին մեծ լինել, չեղան։ Եվ շատ մարդիկ, որոնք կարող էին կայացած լինել, չկայացան։ Եվ չգիտեմ ինչի, ես որ նորերից եմ, նորերի միջից եմ գալիս, ես այդ մեղքը վերցնում եմ իմ վրա, չգիտեմ ինչի համար։ Եվ ավելի ընդհանրացնելով, որովհետև այն կարողն է, այս ստուդիայում ավելի շատ, չգիտեմ, հիացած եմ եղել, մի քիչ էլ գործ եմ ունեցել, այն մարդկանց հետ ում անունը հիմա ուզում եմ տալ, թող ոչ ոք այստեղ չնեղանա, որտեղ կինոն էլ մի քիչ դանդաղ պրոցես է, ես այս մի տարվա ընթացքում բոլորին չէի կարող ճանաչել և իմանալ։ Ես ուզում եմ խմել ռեժիսոր Անատոլի Մոկացյանի և օպերատոր Օլեգ Աղաջանյանի Գենասը, որոնք այս մի տարվա ընթացքում փառահեղ Օլեգ Բաղդասարյանի ներեցեք, փառահեղ 2 ֆիլմեր նվիրեցին մեզ, փառահեղ 2 ֆիլմեր, որոնցից երկրորդը երևի թե ոչ բոլորն են այստեղ տեսել, իսկ առաջինը հեռուստացույցով մի քանի անգամ է եղել։ Ես ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել այն համբերության համար, որ այդ մարդիկ համբերել են մինչև այս օրը, սպասել են մինչև այս օրը ու եկել է այս օրը։ Ես այնուամենայնիվ աղոթում եմ ստեղծագործության համար։ Չգիտեմ, իմ դիրքը այս աշխատանքում, իմ պաշտոնը կամ չգիտեմ ինչը ասեմ, մի քիչ չինովնիկական է, բայց ես երբեք չեմ մոռանում, որ ինքս ևս ստեղծագործող մարդ եմ, ու ես աղոթում եմ ստեղծագործության համար։ Ես այստեղ չեմ տեսնում Օլեգ Բաղդասարյանին, բայց Անատոլի Մոկացյանի Գենասն եմ խմում, և ես որպես նվեր, այստեղ գալուց առաջ մտածում էի ինչի այսպես անակնկալ ասում մեզ այս մասին, որպես նվեր ես խոստանում եմ, որ ինքս, հիշում եք, կարծեմ ասեցի, որ ինքս պիտի հոդվածներ գրեմ պարոն Մոկացյանի ֆիլմերի մասին, գրել եմ մի քիչ այս ցուրտ պայմաններում բանը նստել, գրել բանաներ, ցուրտ է, չեմ կարող գրել։
Բայց ես խոստանում եմ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ես պիտի ներկայացնեմ Անատոլի Մովկասյանի եւ նրան կոչեցին Եվա ֆիլմը եւ իհարկե պիտի խոսեմ վերջերս ֆիլմի մասին։ Ես անչափ ուրախ եմ, որ կա այս կինոստուդիան։ Եվ ես անչափ չգիտեմ, ես կլնեմ, ես չեմ լինի այս ստուդիայում կամ այս ստուդիայի հետ կապ կունենամ կամ չեմ ունենա, որոշակի փոփոխություններ են կատարվում։ Կարող է լինեմ ընդհանրապես հեռուստատեսությունում, բայց կապ չունենամ։ Բայց ես այնուամենայնիվ ուրախ եմ եւ մեծ սպասելիքներ ունեմ այս ստուդիայից, որովհետեւ այն ժամանակ, երբ որ ես ասում էի, այն ինչ որ ստեղծված է չի կարելի փակել, այն ժամանակ ես դեռ չգիտեի թե ինչ է նշանակում նյութատեխնիկական բազա, այն ժամանակ չգիտեի թե ինչ է նշանակում։ Ես բոլորովին նոր էի եկել, խնդրեմ Գայանե Մանուկյանը այստեղ ներկա է, կարող վկայի։ Բոլորովին նոր էի եկել եւ չէի հասկանում հազար մի բան, բայց ես գիտեի մի բան։ Ես սենց էի դատում։ Եթե մի բան կոմունիստները ստեղծել են, մենք չպետք է փակենք։ Ես տոնում եմ այս կինոստուդիայի կենացը եւ առանձնացնում եմ։ Շնորհակալ եմ շատ շնորհակալ։ Год бывает годом какого-нибудь режиссера или годом какого-нибудь оператора. Я абсолютно убеждена, что здесь Тигран очень правильно сказали, что долгие годы мы ждали, что тоже должен показать себя, и счастливы, что он показал. Я хочу присоединить сюда всех тех наших режиссеров, которые составляют нашу гордость. Именно нашу гордость. И если вы обратите внимание, с нами вместе рядом остались именно те, которые по-настоящему хотят поднять, наплевав на все кооперативные видео и так далее, деньги, меньги и так далее, они хотят иметь Ձեր բոլոր ստեղծագործողների գնաց, ձեր ցավական եմ, լավ եք, որ կան մարդիկ, գնացին մարդիկ, որոնք կարող են շատ բաներ անեն։ Հիմա նենց անենք, որ բոլոր մարդիկ, որոնք մնացել են, իսկապես, շատ բան կարող են անել։ Գնացել, Տոջան գնացել, Միշա դարագոյ, Զդարագոյ, Տոջան գնացել, Զավսեվ ռեժիսորը, Զավսեվ Հովիկ Հակվերդյան, Էդիկ Վարդանյան, Յուրա ջան, բոլոր, Լեոն ջան, սաղ Շախով է ժայտրեք գերացել է շախով։ Դե դուշ։ Ես մի բաղացեմ, ես շատ բոլորի, Մենք էլ ձեզանից ենք շնորհակալ։ Մի բան ասեմ ես, եթե պարոն Պասկևիչյանը ասեց իմ անունը, դա չի նշանակում, որ ֆիլմը միայն իմն է, ֆիլմը դա սկսվում է Մոնիկայի և վերջանում է, ես չգիտեմ, ստուդիայի ամեն մի աշխատողով, եթե չլներ մեր այս կոլեկտիվը, որը եղել է փորձ քանդել, ինչպես ճիշտ ասեց պարոն Պասկևիչյանը, քանդելը հեշտ է, մի բան ստեղծվել է, պահպանելն է դժվար, պահպանելը, քանդելը հեշտ, սարքելը երևի, ավելի բարդ է, բայց պահպանելը շատ դժվար է, ես բոլորին շնորհակալ եմ, մերսի դաժան, Կարինե, Դեշիրը մանունելով եմ, բոլորին շնորհակալ եմ, որ մենք ունեցանք ես տարվա մեջ հաղթանակ։ Ես ունում այս բաց օրով, որ մեր կոլեկտիվ կարողացել ասես մի ման սարքել, որ ամբողջ մեր աշխատակիցները հավաքվեն ուրախանան և հրավիրել են հույրեր, որոնք դիմաց չամաչեն, իրեք այսօր հույր հրավիրել եք տուն, դա շատ մեծ դժվար բան է, հավատացեք եմ, էլի։ Դուց ինձ երկու հաղթր խոսք ասեք, եթե կարելի է, էլի։ Արեք մի բաժակով, եթե բաժակների մեջ բան կա, եթե չկա, մեկը ցույց կիսեմ, խմենք այսօրվա կազմակերպիչների կինացը։ Հանձինս
Մոնիկա Արամնոյի եւ Սյոբայի կենացը։ Որոնք կարողացան այսօր այս սովի տարի կազմակերպեն ուստեղեն մեկ լավ հավաքույթ, որ բոլորը մեր ժողովուրդը, մեր աշխատակիցները հավաքվել են դիարդոքի, նավել են գուլի էր, իսկ նողները տպոր չեն լինի։ Ալեք խմենք այսօրվա կազմակերպությունների կենացը։ Ես բաժակով կամ քարորդ կապ չունի, որտեղ սա յուրահատուկ կերպ կա այսօրվա դրությամբ։ Էդ է ուրեմն։
տնտեսության այն ամենա մայրաթորի մենք որ փոքր ենք շատ բան չէինք հասկանում Գրիգորի Տոնիկյանը Սմենի պետ է, Սմենի պետ մենք հերոստատեսությունից ոչ մի բան չէինք հասկանում Հիմա հասկանում ես, անցան կարը Տոնիկյանը կենաս Հավա, ուժը խմեն Տոնիկյանը կենաս Ուրա, անցան կարը Անուշ